Երկերդ վաղուց չկան, չեն լսում մարդիկ, ինչի է դա կապված։ Ես ձայնագրություններից շատ կթիմազ եմ, հեսա 2 տարի է ես նստած եմ վերջի CD-ից վրա, որ դուզ գա, մեջ են 3 նոր երկ կա, երկեր կան, որ չեն լսվել, երկեր կան, որ հին երկեր են, բայց բոլորովին նոր գործիքավորմամբ, որ լրիվ փոխում է, ասենք, երկի ենթատեքստը, ձևաչափը, եւ կարծում եմ, որ սա կլինի իմ լավագույն CD-ն, կոչվում է կտակ։ Դեռ չկա, հա դա։ Դեռ չկա, որովհետև ես հիմա իմ կայքը պետք է սարքեմ, վեբսայթ են ասում ինչ-տենց։ Հա, բայց ես ինչքան լսում եմ, վերջի 5 տարին դրա մասին ասում ես։ Ես իմ վերջի կայքը 5 պետք է տարին սարքեմ։ չէ, վերջի 2 տարին է ես, ախր երբ գրելը մի բան է, Էրիկ ջան, երկը ձայնագրելը գումարների հետ է կապված։ Մինչև սպոնսոր ես գտնում, մինչև բան, ստեղ է տաղացնում, որովհետև դա բոլորին տարբեր աշխատանք է։ Օրինակ վերջի անգամ վեճ ունեցա մի ստուդիայի հետ, որը շատ վատ էր աշխատել։ Տարա նորից այդ նույնը գրեցի մի հատ ուրիշ ստուդիայում։ Համ փողի մեջ էին խաբել, համ որակի մեջ եւ այլն։ Հիմա կարծես թե ոնց որ դժգոհ չեմ ես վերջի ձայնագրություններից։ Մարտի 1-ից արդեն դուրս կգա։ Իսկ ինչ երգեր են։ Կտակն է 50-ից, երեխաների CD-ին վերջի երկերից ասեմ, որ արդեն Տիգրան Մասուրյանը հավանել է, դա ինձ համար չափանիշ է։ Պիկի կայկապիկ, հաճել է սալշապիկ, կապել է շալգոպիկ, կոնգնել ես ոտի, մեկ վեր գծած կես, մեկ էլ սուտ կսատ կես, մեկ էլ ես կոզեկոզ, ես պոպոզ, դեմ պոպոզ, պիկի կայկապիկ, հաճել է սալշապիկ, կապել է շալգոպիկ, կոնգնել ես ոտի։ 5 մանկապարտեզ են մենակ կանչել, որպեսզի երեխաները տեսնեն ով է գրել այդ երգերը ու բոլոր երեխաները անգիր երգում են։ Դրան ուշադրություն ոչ դարձրեց մշակույթի նախարարությունը, ոչ հատուկ ինչ-որ մի պրեզենտացիա էր, այդպես բաներ չի անում, մոտ գիտես ես այդպես բաներ չեմ սիրում, չեմ անում։ Կամ գիտես քեզ առաջարկ պետք է լինի, որ դու ասես, պետք է ասեն ոչխար ունես, դու պետք է ասես այո ունեմ ու վաճառես, չէ՞, կամ չվաճառես, ասենք ցուցադրես այդ բանը։ Գիտեք ինչ, վերջի ժամանակներս խոսքը երկարվեստի մասին է, կոնկրետ իմ մասնագիտական բանված։ Երկարվեստը առանձին տեղ է զբաղեցնում երաժշտության աշխարհում, բայց իմ գրած երգի տեսակն էլ հենց այդ երկարվեստի մեջ իր առանձին տեղն է զբաղեցնում։ Դա կոչվում է հեղինակ կատարող մեկնաբան։ Մենք էլի ունենք շատ շնորհալի երիտասարդներ, որոնք երգեր են գրում, դրանից հետո ես ձայնագրելու եմ իրենց երգերը, իմ ընկերների երգերը, տենց է կոչվելու այդ CD-ին։ Ես անում եմ այնքան, ինչքան կարողանում եմ։ Դու մարդկանց հետ շատ ես շփվում փողոցներում, Անպայման։ խոսում ես Բոլոր խավերի հետ։ բոլոր խավերի հետ։ Ոնց են տրամադրությունը մարդկանց։ Ասենք, ինչ ես զգում։ Այս խեղկատակությունը, որ կոչվում է ընտրություններ, ասենք, այս ժամանակահատվածում մարդկանց մոտ դեպրեսիվ տրամադրություններ են, որովհետև ասում են, մեկը գիտենք ով է անցնելու։ Մի քիչ իրես 37 թվի հոտ է գալիս։ Ասենք, որ Սերժ Սարգսյանը մտնում է դահլիճ, չգիտեմ ինչի մարդիկ ոտքի են կանգնում, երկար եւ բուռն ծափահարություններ։ Չնայած կարող է մի հատ միտք ասում, ասենք, փիղը մեծ կենթանի է, բոլորը այս ինչ ասեց։ Երիտասարդությունը շատ պասիվ է։ Մի հատ չեն մտնում, ասենք, մեր հացադուլանող տղայի մոտ, չեն հետաքրում, ինչի է այդ մարդը հացադուլանում։ Իհարկե դժգոհ եմ։ Հիմա երիտասարդների ժամանակն է։ Ես իմ ժամանակ գիտես, թե կոմունիստների դեմ, թե մնացած բոլոր իշխանությունների դեմ եւ երկերով եմ արտահայտվել եւ իմ այսինքն վախնել չունեմ ես։ Ես իմ աշխատանքը դրսում է, համերգներն են։ Հեսա գնալու եմ Ամերիկա մայիսին։ Համերգներն են, ստեղ եմ համերգներ տալիս եւ տենց չասեմ մի կերպ, բայց ապրվում է ընտանիքը։ Երեխաներով, թոռներով եւ այլն։ Լավ, իսկ մարդիկ, որ ասում ես տենց
հուսահատ են, չգիտեմ, դեպրեսիայի մեջ են, ինչն է պատճառը, ինչի չեն Պատճառային որ գիտեմ որ պայքարում։ ինչպես մնացած ընտրությունները, այս ընտրություններն է կեղծված կլինեն։ Չէ, բայց իրանք շանս ունեն չթողնելու, որ կեղծեն, չէ։ Ուր են այդ մարդիկ։ Չէ, այս կեղծելու մեխանիզմը անընդհատ մի քիչ ավելի լպրծուն ու ավելի կենսունակ է դառնում։ Եվ հետո մարդիկ վախեցած են, փող չունեն, այսինքն ժողովուրդը այն աստիճանի է հասել, որ 10,000-ի համար կարող է իր ձայնը։ Հետո վերջապես հաշվողը գիտենք ովքեր են, հաշվողները։ Ամենաակտիվ մասան, ստեղից ոչ թե, ասենք, ցույց կամ ասենք ապստամբություն վերջապես կարող է լինի, չէ՞, պետքա որ լիներ։ Բայց ո՞վ պետք է անի Մի րոպե, այդ մասան դուրս է գալիս ստեղից։ Գնում են, որովհետև նրանք ոչ թե ավելի շուտ հացի պատճառով են գնում, այլ անբարոյականության, որ տերում է իշխանության վերին օղակներում։ Հա, բայց ինչ են այդ ճանապարհը, գնալու ճանապարհը ընտրում։ Ինչի դա հեշտ ճանապարհ է, թող պայքարեն։ Դա հեշտ ճանապարհ չի, արտագաղթ դրսում ապրելը այդքան հեշտ չի։ Գիտեք ինչ, սա այնքան աստիճանաբար եղավ, որ մենք հանկարծ տեսանք, որ քաղաքը դատարկվեց։ Հիմա մեր քաղաքը ահռելի գորշացել է, սարսափելի։ Ասենք մեր պրեզիդենտը ունի իր սիրած երգիչները, որոնք գավառական մակարդակից շատ վերև չեն բարձրանում։ Դա իր ճաշակն է։ Եվ այդ իսկ պատճառով իրեն շրջապատել է մարդկանցով, նախարարներով եւ այլն, որոնք իրենից հետ ցածր մակարդակի են։ Դրա պատճառով էլ մեր քաղաքում հիմա գորշություն է տիրում, սարսափելի գորշ է եւ գարշ նույնպես։ Այս ամենը չի վերջո գարշելի է, չէ։ Լավ, բայց այս քաղաքում դու ո՞նց ես ստեղծագործում։ Ես չեմ ստեղծագործում։ Առասարակ այս ժանրը ինչին ես եմ պատկանում այդ ժանրին, կամ ժանրը, որ ինձ է պատկանում, չգիտեմ։ 3-ից 5 տարվա մեջ մի երգ է ծնվում, բայց դու գիտես, որ իմ երգերը ռուսերեն ասած դալգայիգրաющие երգեր են, այսինքն ես երգը գրում եմ նկատի ունենալով, որ դա 30-50 տարի դեռ կլսվի այդ երգը։ Ես կարող եմ օրը գրել 10 երգ։ Ստացվի, ասենք, այն ինչ որ երգվում է։ Լսում ես երգը եւ ոչ մեղեդին ես հիշում մանավանդ խոսքերը, որ սարսափելի են։ Ամեն տեղից ծվից նոր դուրս եկածը կարող է խոսքեր գրի։ Իտալիայում 2 հոգի կան, որոնք պարոլիստ են կոչվում։ Դա հատուկ երգի համար գրող բանաստեղծներ են, ոչ թե ուղղակի բանաստեղծներ։ Սա մի մասնագիտություն է, որի մասին վերլուծական որևէ խոսք չի ասվել, բացի ասենք Հենրիկ Հովհաննիսյանից, որ իմ դասախոսն ա եղել, վերլուծել է իմ երգերը։ Բնականաբար խոսելով ավելի շատ տեքստի մասին։ Սա նաև որոշ երկրներում կոչվում է բանաստեղծական երգ։ Ռուսները ասում են «Գարադսկոյ ռոմանս» եւ այլն, բայց իմ մոտ, չգիտեմ, կա եւ քաղաքական երգեր, քաղաքականության հետ առնչվող երգեր, եւ կան քնարական երգեր, գիտես որ, եւ մանկական երգեր։ Մենք բոլորս հոգնել ենք, ոչ միայն ասենք երիտասարդությունը, մենք բոլորս հոգնել ենք այս հերոստատեսային ստերից, կեղծ արվեստից, կեղծ քաղաքական գործիչներից, այս կապիկություններից, որ անում են հերոստատեսով մեր քաղաքական, այսպես ասած, ճակերտյալ դեմքերը։ Եվ ժողովուրդը արդեն հուսահատված է, իսկապես հուսահատված է։ Եվ ակնհայտ է, որ մարդիկ վաճառում են հանգիստ։ Եթե 10,000-ով են սրանք վաճառում, քաղաքական գործիչները կարող է 100,000-ով են վաճառում, չգիտեմ։ Տես ինչ լավ իրանց տեղը կտան, եւ Վազգեն Մանուկյանը, եւ Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ ասի պահքի մեջ եմ։